Ողջույն հայրելի բարեկամներ, այսօր ինքնաճանաչում ֆորմատով մենք կզրուցենք դերասանուհի լեզվաբան Մերի Հակոբյան Ֆուեգոյի հետ։ Մերին երևի ճանաչում եք նաև իր շատ հետաքրքիր կարճ տեսահոլովակներով, որոնք վիրուսի նման տարածում են Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում։ Բարև Մերի ջան։ Բարև ձեզ, բարև Վարդան ջան։ Եվ բարև բոլորին, ովքեր որ դիտում են հենց հիմա մեզ կամ եւ հետո պիտի դիտեն։ Շնորհակալություն ձեր ժամանակի համար, քանի որ մեր հաղորդումը ֆորմատը դա ինքնաճանաչումն է, ես ուզում եմ կարճ մի քիչ պատմել ձեր մասին եւ ամենակարևորը Մերի Հակոբյան հասկացան Fuego-ն ինչ է։ Վարդան ջան, լավ չլսեցի վերջում։ Լավ, ասում եմ, քանի որ մեր հաղորդումը ֆորմատը ինքնաճանաչում է, իմ համար պարզ է Մերի Հակոբյան, դա իմ աղջկա անուն ազգանունն է նաև։ Fuego-ն, որպես ինչ է կոչված։ Fuego-ն իսպաներեն է նշանակում է կրակ, ես քանի որ իսպանագետ եմ նաև, անունը այդտեղից եմ վերցրել եւ ոչ իզուր, քանի որ իմ տարերքը կրակն է, բացի այդ Fuego բառն էլ շատ սիրուն է, դուրս գալիս է դրա համար։ Հասկացա։ Լավ, ուզում սկսենք ձեր մասին, ձեր արմատներից որտեղ եք գալիս։ Արմատներս ես լոռեցի եմ, բայց երևի ոչ լիարժեք լոռեցի, որովհետև պապիկս գաղթել է Կարսից այդ տարիներին, եկել են Հայաստան տարբեր բնակավայրերում մի քանի տեղ փոխվելով, վերջում հասել են Լոռի եւ արդեն մնացել են Լոռիում։ Շատ լավ, ես իմացա, որ դուք հիմա գյուղում եք այս պահին։ Այո, դա իմ գյուղը չի, նույնիսկ մայրական գյուղն էլ չի, Տավուշի մարզից։ Տատիկ պապիկս են այստեղ ապրել, քանի որ աշխատել են այս գործարանում։ Որ գյուղն է Որը դա։ հիմա չի գործում։ Հիմա չի գործում, Պահածոյի գործարան է եղել, Այրումը։ Բագրատաշանի մոտ է։ Բայց ընդհանրապես ես սիրում եմ միշտ գնալ գյուղեր, օրինակ Գառնան ու Ամռանը ես գնում եմ գյուղեր, շփվում եմ մարդկանց հետ, այդպիսի գյուղ երևի չկա Հայաստանում եւ Արցախում էլ, որ ես այցելած չլինեմ, մարդկանց հետ շփված, խոսացած, նույնիսկ հանրային տրանսպորտով հատուկ գնում գալիս եմ, որ մարդկանց տրամադրությունները տեսնեմ, մարդկանց հետ շփվեմ, լինեմ իրենց մեջ։ Իսկ դուր է գալիս դա։ Շատ լավ, ինձ էլ դա հետաքրքիր է շատ։ Դե նկարագրեք մարդկանց տպավորությունները։ Ինչ եք տեսնում։ Խոսքը ներկա պահին է վերաբերում։ Այո, ես ներկան հետաքրքրում զգացումները եւ ինչքանով է ազդում դա ձեր նկարած վիդեոների վրա, տեսահոլովակների բովանդակության վրա։ 80%-ով ազդում է տեսահոլովակների վրա, բայց ուրախալի լուր ունեմ, վերջերս, մանավանդ վերջին մի տարին եւ այս թոշակների տեսագրությունից հետո շատ վարկանիշն ընկել է ներկա իշխանությունների, որը ինձ ուրախացնում է շատ։ Բայց մյուս կողմից էլ ցավալին այն է, որ գյուղերում, հատկապես Լոռիում, Տավուշում, այս հեռավոր գյուղերում, ովքեր ավելի Երևանից հեռու են, Արցախից հեռու են եղել, արժեքներ որպես այդպիսին չեմ ասի, որ կրել են ազգագրական արժեքներ կամ հոգևոր արժեքներ, հավատքից հեռու, պատարակներից հեռու տարիներով ապրել են եւ մեղադրելու չի դրա համար, որ հեռու են Արցախի արժեք գոյություն չունի իրենց համար։ Արցախը կար մեկա, Արցախը չկա, էլի մեկա։ Պատարակներ գնում է կաթողիկոսի դեմ արշավ է սկսվել մեկ է, արշավ չկար մեկ էր։ Այսինքն այս շրջանների մարդկանց կյանքն սկսվում եւ ավարտվում է իրենց տնով եւ իրենց ստամոքսով։ Գուցե թերացել է կրթությունը դպրոցում, գուցե շատ լավ չենք արշավել, միայն տնտեսության մասին ենք մտածել, հա վերջին 30 տարին այն վատից մութ ու ցուրտ տարիներից հետո երևի պետք էր վերելք ապրել եւ տնտեսությունը զարգացնել եւ դրա համար կրթությունը, մշակույթը, մանավանդ մշակույթը, լինելով մշակույթի մարդ, ասում եմ, շատ է տուժել, ճաշակ գոյություն չունի։
Այդ ճաշակի բացակայության արդյունքում է, որ ունենք այս ներկա իշխանությունը։ Ճաշակ դա մի բառ է, բայց դա չի նշանակում հագնվել, չի նշանակում այս մարդն իմ ճաշակով, այս մարդն իմ ճաշակով, ճաշակը դա մի ամբողջ համալիր կարելի է հասկանալ, աշխարհայացք, ըմբռնում, ներքին արժեքներ, դավանանք, որը շատ-շատ բացակայում է գյուղի ժողովրդի հետ եւ մեծ աշխատանք կա տանելու։ Ես դեռ հիշում եմ, որ Կոմիտասն է ասել, գնացեք եւ գյուղի տգետը կրթեք, ուրեմն տեսեք այդ ժամանակվանից փաստորեն բան չի փոխվել։ Փաստորեն մենակ 30 տարին չէր էս վերջին, որ ուշադրություն չի դարձրել կրթության վրա։ Դրանից էլ առաջ Մովսես Խորենացին է 4-րդ դարում նկարագրում հայ տգետին, հայ դավաճանին, հետո գալիս ենք, կարդում ես Հովհաննես Թումանյանի հոդվածները, որը շատ քիչ մարդիկ են կարդում, երևի միայն մասնագետները ցավոք, կարդում են Գրաֆի կամ Թոթովենց, Դերենիկ Դեմիրճյանը շատ լավ հոդված ունի թերթու կեսանոց հայի մասին, այդ մի թերթու կեսի մեջ եւ Թումանյանը եւ Դեմիրճյանը հստակ նկարագրում են հայի կերպարը, հայի տգետ կերպարը լավ եւ վատ կողմերից։ Ահագին հիասթափություն կա գյուղում, քանի որ թոշակը չի բարձրանում, գներն են բարձրացել, գոնե դա փրկի, որ 2026-ին չգնան եւ իրենց ձայնը նորից տան այս Հայաստանում Ադրբեջանի կցորդական խմբին։ Տեսեք, այն ինչը դուք ասում եք, վստահաբար գիտեն նաև վերևներում, եթե այդպես կարելի է ասել, իշխանությունները եւ փոխանակօգտագործեն այդ անտարբերությունը, մեկուսացվածությունը իրենց ընտրազանգվածը պայելու համար, հակառակ հասկանալու նրանց մեծ մասը զուտ սոցիալական հիմքերի վրա դատում իրականությունը, զրկում են նրանց նաև սոցիալական աջակցությունից, հետներ ասում են ձեզ ոչի բան չի ասում, բայց մենք պետք է անտիր հագնվենք, որովհետև մենք աշխարհն ենք ճանաչենք, աշխարհին ծանոթացնում ենք մեր ասֆալտին, դրա համար ասենք մեզ պետք է 30-40 հազարանոց դոլար ժամացույց կամ փողկապ կապել, ասենք դա իրանք չեն հասկանում, իրանք ինչ են անում, ասես, ինչ են անում։ Օй, հիմա ասեմ, այդ նախկին լրագրողը, կիսա լրագրողը, ինձ համար նա միշտ կիսատ է եւ թերուս շատ լավ հաշվել է Ժողջյանի ատամները, որոնց ինքը դիմում է եւ որոնց հաշվին, որոնց տգիտության ու չիմացության հաշվին ինքը եկավ նստեց նրանց գլխին ու ամեն օր այդ իր սրտիկներով ուզում է ասել, որ սիրում է, բայց նա ինչ որ ասում է միշտ հակառակն է ու երևի պատահական չէ իր գրքի վերնագիրն էլ որ հակառակ կողմը միշտ հակառակ է ասում է սիրում եմ ուրեմն մտածեք որ ատում է այդտեղ սեր չկա ատելություն կա իհարկե շատ լավ գիտի կարող է չիմանա հայոց պատմություն ինքը չգիտի տարրական հայ գրականություն եկեղեցու պատմությունից տեղյակ չի բայց շատ լավ տեղյակ է ժողովրդի Ժողջյանի հոգեբանությունից։ Ես չգիտեմ իր վրա ով է աշխատել, թե Մաքիավելի է ուսումնասիրել, չնայած շատ կասկածում եմ, որ այդքան նստեր ինքը այդ գիրքը կարդար։ Ամեն դեպքում շահարկումը իր մոտ շատ լավ է ստացվում։ Մանիպուլյացիայի վարպետ կոչմանը կարելի է արժանացնել։ Այնով էս բաներին ես էլ Վիրավորականն է նա, Վարդան ջան, որ նայում եմ ովքեր են ընտրել իրեն մոտ ծանոթներ ունեմ, ցավոք ազգականներ ունեմ, N ու Y-ն չգիտեն որտեղ է գրվում, ազնվությամբ եմ ասում առանց չափազանցնելու։ J-ի ու A-ի տարբերությունը, V-ի, O-ի տարբերությունը չգիտեն։ Մարդիկ կան իրենց անունն են մոռացել, ԱԱԾ-ում է աշխատում այդ տղան, իր անունը նորմալ գրել չգիտի, բայց 3 օրը մեկ գնում է աշխատանքի, 3 օր ազատ մի օր աշխատանքի, ստանում է 400,000 դրամ։ Բա մանկավարժն ու բժիշկն ինչքան են ստանում։ Բայց անունը հազիվ է գրում։ Ինչ որ ատեստացիաներ է անցնում, ատեստացիայի հարցերը ով է Հայաստանի Հանրապետության վարչապետը, նմանատիպ հարցեր են։ Դրա համար նա անցել է ու նա բնականաբար պիտի ընտրի իրեն հովանավորողին։ Ես հասկանում դա ԱԱԾ չի, եւ ԱԱԾ-ն ԱԱԾ-ի яг պահակներ ունեն, բաժիններ ունեն, որոնք
24 ժամի ծառայություն են իրականացնում, մի օր աշխատում է 3 օր տուն են։ Դա հենց ածան չի։ Հա, դրանք շարքային պահակներ են, ուղղակի այդ հիմնարկի տակ գտնվող։ Լավ, դա ասենք մի կողմ, դա շատ ինչ որ փոքր շերտ է։ Հիմա վերադառնանք այդ գյուղացուն, որոնց Հա, մենք բան արեցինք, հա, ձևավորեցինք, ձևակերպեցինք իր հոգեբանությունը։ Լավ թքած ունի Արցախի վրա, թքած ունի թյուղուց է նաև Սյունիքի վրա, ինքն է իր տարածքն բնական է։ է, իր այգին կամ ա, իր ստամոքսը, ինչպես դուք եք ասում։ Լավ, այդ ստամոքսին է ինքը կապնում, ինքը ինչի է կապնում այդ ստամոքսը։ Չէ՞ որ ստամոքսի ժամանակ ինքը ասենց արթնանալու է, ոնց թե ես արդեն սոված եմ, իսկ դու ասենք ինչ ուզում անում ես։ Հիմա այս հարցը այն իմ նախորդ ասացի շղթայական կապն է, որովհետև քանի որ ատամները շատ լավ է հաշվել, եւ երևի իրենց բակում մ, ը, այսպես է եղել, որ նագլին միշտ պիտի անցնի։ Չնայած ես կասկածում եմ, ոչ թե կասկածում եմ, վստահ եմ ԿՊ-ի ցանկացած անդամ, որ նայում ես աչքերին, են Ռուբինյան, Ռուբոկան, նոր եմ իդեպ անունները սովորել դրանց կամ դեմքերով ուսումնասիրել, ստիպված, որովհետև այս տեսանյութերը որ անում եմ, պիտի իմանամ։ Չախոյան, Տարոն, Ալեն, չգիտեմ, մեկին ասեք, մեկին, որ ագրեսիվ չի, վիրավորված չի, եւ նրանք իրենց այն ամենավառ երազում անգամ չէին պատկերացնի, որ կդառնան ինչ որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյա այրեր, օ աստվածներ, ինչքան մանկական տրավմաներ ունեն, հիմա բերել են արդեն հանում են։ Դրա համար այդ հանդուգն ամբարտավան, եկեք ռուսերեն ասեմ, էլի հանդուգն ռուսերեն լավ նագլի այդ հատկանիշներն ունեն իրենք։ Բեսպարդոննի դրա համար շատ վստահ են երևի, որ գյուղացուն ինչ էլ ասեն, բացահայտ ծաղրում են։ Իրենք բացահայտ ծաղրում են գյուղացուն էլ, իրենց ընտրողին էլ, այն ներքևներին էլ, ոնց թե կամ մեկը ոչ չհամաձայնի ինձ հետ, անմիջական իրենց այդ տակի ենթարկվողներին էլ են ծաղրում։ Այսինքն այնքան վստահ են, այդ տգիտությամբ հանդերձ, պնդաճակատությամբ հանդերձ այնքան վստահ են, որ այո, դու չգիտես ոնց ծախսես, ես կծախսեմ, լավ կհագնվեմ ու կորոշեմ, որ դու չես ծախս, կամ անհեթեթություն, դուր երկրի ղեկավարը դուրս է տալի անհեթեթությունը, սո գնացինք ստուգեցինք պատուհանները, բայց դա ծաղր չի։ Եթե մեզնից շատերին ինձ էլ է թվում առաջ, թվում էր, որ ինքը շիզոֆրենիկ է, գիր ոչ, նա շատ լավ գիտի ինչ է անում։ Բայց նաև պիտի իմանա, լավ լուր ունեմ դրանց համար եւ վստահ եմ, որ լսում են, գնում ասում են, որ Քպականներ ջան, մենակ այդ թևը չի, որ ձեզ նայում է կամ Հայաստանում ապրում։ Ժողովուրդ ով է, ես չեմ։ Ես 18 թվականից դեմ եմ եղել ճղճղալուն, գալուն, գոռալուն, եւ ինձ նման բազմահազարանոց մարդիկ կան, որ չեն ընդունում։ Հերիքա խոսեն Ժողջանի անունի։ Ժողջանի մենակ այն գյուղացին չի ստամոքսով ապրող ու տգետը, որ յեն ու են չգիտի։ Նաև մենք ենք, որ ապրում ենք, ու ես ավելի լիրավ ու ինձ նման մարդիկ հայ են, քաղաքացի են, այս երկրի տերն են, քան այն ենթարկյալ ստամոքսով մտածող մարդիկ, որովհետև ոչինչ չու հայոց պատմությունից քանի էջ են կարդացել, հայ գրականությունից քանի էջ գիտեն, ում են ճանաչում, ուրեմն նաև կան մարդիկ լոռիում, տավուշում, իր գյուղից, համայնքից են կողմ ուրիշ տեղ չեն գնում, ծնվում, ապրում, մեռնում են այդ տարածքում, Երևան անգամ գնացած չեն լինում։ Ու դրանք որոշեցին մեր ճակատագիրը։ Բայց փառք Աստծո, հիմա շատ հիասթափվել են, բայց նաև չգիտեն ում ընտրել։ Այ էսա, անընդհատ ինձ հարցնում են, աղջիկ ջան, բա ինչ անենք, ով կա։ Ասում եմ, այ ձեզ միշտ ասել են, դրա համար դուք սովոր չեք ինքնուրույն մտածել։ Ձեզ միշտ այդ 5000-ը տվել են, ասել են կգնաք ես ինչին կտրեք, լավ ընտրել եք։ Վերադառնանք ձեր դերասանուհի լեզվաբան, ինչու սկսեցիք այդ կարճ վիդեոները նկարահանել։ Հա, հենց լեզվաբանության հետ կապ ուներ, երբ որ տեսա, որ նախկին լրագրողը, որը ներկայացնում է իբրև թե Հայաստանի Հանրապետության վարչապետ, այստեղ այնտեղ մի կերպ այդ sense կուրկուրի ձագի պես փորձում է խոսել այն երկրի լեզվով, ուր գնացել է ու ծիծաղելի ինչ ասեմ, տրագիկոմեդիա ասեմ ու
Եվ ես դա չեմ հորինել։ Իմ առաջին վիդեոն եղել է պրոտոկոլը, որ ինքը չէր կարողանում պրոտոկոլի նորմալ կանոններով ներկայանալ, ու դա շատ ամոթ էր, ես ծաղրանքով ներկայացրեցի այդ տեսանյութը ու տեսա, որ դիտումներ ուներ։ Էն էլ այն դեպքում, երբ որ իմ էջը մի տարի փակ էր եղել Facebook-ում, ընդհանրապես պասիվ է եղել։ Նախ դիտումները ոգևորեցին, եւ пассив էր եղել նրա համար, որ նախկինում որ ինչ որ բաներ էի գրում իմ էջում, պատգամավորները, ովքեր բանուգործ չունեն ընդհանրապես, Հայաստանը այսպես Շվեյցարիայի նման ապրում է, ընկնում էին ինձ նման մարդկանց հետևից, բողոքարկում էին էջը եւ էջը փակվում էր մի ամսով, ես էլ ընդհանրապես փակեցի։ Երկրորդ տեսանյութը հենց լեզվի մասին էր ու շատ մարդկանց թվացել էր, որ ես լիարժեք պարոդիա եմ անում կամ հորինում եմ, բայց ոչ, իսկապես Ամերիկայում մի տեսանյութ կա, որտեղ նա ասում է everybody are everybody is, հետո Մակրոնի մոտ ֆրանսերեն էր կարդում, չգիտեմ, Լողանֆան ախր նա դուրս չէր եկել այս ժողջանի էֆորիայից, ովքեր ծափահարում էին այդ տատիկները, որ մեր վարչապետը տեսնում եք, ուր գնում այդ լեզվով խոսում է, նրանք երկու բառ չէին կարում կապեն, թարգմանիչի հետը տանում էին, այդ էֆորիայի տակ չի կարելի գնալ ներկայանալ օտար պետություններում։ Եվ այդ տեսանյութը միանգամից 40,000 դիտում ունեցավ, մեկ էլ տեսավ, որ գրում են շարունակեք, էլի կանգ չառնեք եւ այլն, հետո էջս որ սարքեցի արդեն վճարովի, չնայած մինչեւ հիմա էլ կարմիր այդ բջիջկեն կա, որ ռիսկի տակ է էջս, քանի որ չեն մարսել դեռ 2 տարի առաջվա падգամավորները, որ բողոքարկել են, դա մինչև հիմա գոյություն ունի։ Հիմա եթե Ժողջանը նայում է, ասեմ, ձեր թոշակները չեն բարձրացնում, ձեր կյանքը չեն բարելավում, ձեր կենսամակարդակը չեն բարելավում, քանի որ նրանք զբաղված են ինձ նման մարդկանց Facebook-յան էջերը բողոքարկելով։ Ու այդպես շարունակվեցին այս տեսանյութերը ու նաև ասեմ, ընդհանրապես ես արցախցիների այդ բռնագաղթումից հետո, որ վերադարձան, լռել էի եւ ոչինչ չէի խոսում, սկզբում պիտի ասեի, բաց թողեցի, ճիշտ է, արմատներս կարսից են, ես էլ երևի թե լորեցի կարսի արմատներով, բայց հոգով արցախցի եմ։ Չեմ կարող նկարագրել այդ զգացողությունը, դա աննկարագրելի է։ Սիրահարված եմ եղել Արցախի հողին, 20 տարեկանից միշտ գնացել եմ, 10 օրով մնացել եմ, եկել եմ նույնիսկ ուզում էի տեղափոխվել, պատերազմից հետո եմ գնացել իհարկե, 2 անգամ, եւ ուզում էի տեղափոխվել արդեն, շրջափակումից 10 օր առաջ գնացի, Սոֆիային Հովսեփյան ասացի, որ այնտեղ տուն ճարի, որ ես գնամ ապրեմ եւ ինչով կարող եմ օգնել։ Սոֆյան մինչև տունը կճարեր, արդեն շրջափակումը եղավ եւ բարեբախտաբար ես չմնացի այնտեղ։ Հետո Արցախի մասին չեմ կարող չխոսել, մի քիչ կարողա թեմայից շեղվեցի, բայց ոչինչ, հետո կգամ թեմային։ Այնքան էի սիրում այդ հողը, որ մտածեցի, որ լեզուների սիմացությունը կարելի է համադրել նաև անընդհատ Արցախ գնալու հետ ու ինչ որ ձևով օգուտ տալու։ Ես պատմություն եւ էքսկուրսավարություն սովորեցի լավագույն մասնագետներից մեկի, եթե ոչ ամենալավագույն, ամենալավ մասնագետի մոտ Արմեն Երանոսյանի, պատմաբան, նաև լավագույն էքսկուրսավարը հայերենով իհարկե, հայերի հետ է աշխատում, սովորեցի հայոց պատմությունը ու արդեն հենց դեռ դիպլոմը չստացած Արցախ տուրեր տարա համագործակցելով հյուր սերվիզի հետ ու իմ առաջին տուրը եղավ արգենտինացիներին Արցախում եկցել 3 օրով ու արդեն անընդհատ Արցախ։ Ու դա շատ ինձ ոգևորում է, երբ մարդիկ լացում էին կամ ծափահարում էին, դու իսպաներենով, անգլերենով ներկայացնում ես քո հայրենիքը, Արցախը, տեղեր կար, որ ես ինքս էլ էի հուզվում, դե էմոցիոնալ մարդ եմ, դերասանուհին չի կարող ուրիշ կերպ, չնայած որ նրանք դա հասկանում էին։ Մինչև 2020 թվականը տարել եմ Արցախ։ Հետո արդեն ես ինքս եմ գնացել պատերազմից հետո։ Ինչ էինք խոսում ու Լավ, ես ինչից Արցախ հասանք։ վերադարձնեմ մեր զրույցին։
Ինչ է կարծում ձեր հա վիզիոները, լեզուների որ դուք նկարում եք, ինչու մի բան փոխում է մարդկանց մոտ, ինչու մի բան սկսում են մտածել կամ դուք կարողանում եք ազդել մարդկանց տեսակետների, մտածելակերպի, ճաշակի վրա։ ըհը Վարդան ջան, վիդեոները նախ սկսեցին դրա համար, որովհետև հոգու ճիչ է, լռել եմ բռնագաղթումից հետո, որովհետև մտածել եմ, որ ոչինչ չի փոխվելու։ Օր է եղել նույնիսկ բռնագաղթումից առաջ ես մենակ գնացել եմ կառավարության շենքի մոտ, սկսել եմ խոսալ, միտինգ անել մի հոգով, իհարկե մի քանի հոգի հավաքվել են կողքերս, բայց հետո լռեցի վերջնական, որովհետև մարդկանց այդ քնած վիճակն էլ անտարբեր վիճակն էլ հիասթափեցրեց ու ես մտածեցի, որ մի ձեռքը ծափ չի տա։ Այդ լռությունից հետո արդեն տեսագրությունները, քանի որ մեջդ կա, չես կարող լռել։ Հոգուս ճիչն է, չեմ կարող լռել։ Ու եթե հետո մի բան էլ որ լինի վատ թեկուս, որը չեմ կարծում լինի, անուղղելի լավատես եմ, ես ինձ չմեղադրեմ։ Ես չմեղադրեմ ինձ այդ իմ Հայաստանի կորստի համար, որ գոնե ես մի բան ասել եմ, շատ վիրավորական է, շատ, երբ որ նայում եմ ովքեր են նստած այնտեղ, միլիոնները մի կողմ որ վերցնում են, բառը բառի հետ կապել չեն կարողանում, ու նրանք որոշում են այն հայրենասեր մարդկանց ճակատագիրը, որոնց ես գիտեմ, նույն Երանոսյան Արմենը, որ 10 տարի առանց որևէ կոպեկի գիդերա մասնագիտացրել, որոնք աշխատել են դեպի Արցախ։ Ուրիշ մարդիկ, ուրիշ արվեստագետներ էլ կան, հիմա որ անունները տամ շատ երկար կլինի, ու ովքեր որոշեցին այդ մարդկանց ճակատագիրը, ովքեր որոշեցին, որ Արցախ պիտի չունենանք ժամանակավոր իհարկե, շատ վիրավորական է։ Գանք նրան ինչով ես սկզբից չեմ մտածել ազդի մարդկանց վրա, քանի որ դա զուտ իմ հոգու ճիչն էր։ Անում եմ այն, ասում եմ այն, ինչ ուզում եմ, ինչ խոսում եմ, դուրս եմ հանում իմ մտքերը եւ գոնե թե այդպիսով մի քիչ թեթևանում եմ ես ինքս։ Բայց հետո տեսա, որ այո, ինչ որ բան կարելի է փոխել չկողմնորոշված massայի մոտ։ Իսկ այն 20%-ը, որ ամբողջ աշխարհի պատմության մեջ է եղել եւ բոլոր երկրներում, որ անուղղելի են եւ սահմանափակ, դա պիտի լինի, դա այդ ցեխա, ռուսերեն բыдло, դա պիտի լինի, դա կա, դա չես կարող փոխել եւ գլուխը պատին տալ է նշանակում, եթե նրանց ինչ որ բան բացատրել են։ Բայց կողմնորոշվածներին կարելի է։ Նույնիսկ ես տեսել եմ, որ նիկոլական տիկիններ գրել են զզվացրեցիր, հետո մյուս տեսանյութի մեջ էլ ինքը նայում է, հետևում է, այդ տիկինը գրել է, բայց լավ, ես քեզ չեմ բլոկի, որովհետև համ նոր թարմ դեմ քեզ համ էլ սիրուն ես հագնվում։ Ոչինչ, թող այդ սիրուն հագնվելու հետևից գա, լսի, եւ նոր ծրագիր եմ հիմա մշակել նրանց լավ, մենք ամբողջ օրը սրա մասին շատ եմ ուզում խոսել, չգիտեմ, երկար եմ մի քիչ խոսում, բայց սրա մասին հաստատ պիտի ասեմ։ Ամբողջ օրը ես, ինձ նման մարդիկ քննարկում ենք, թե ինչ ասած այդ կցորդը, անունը չեմ տալիս, ԿՊԱ-ական կոչվող կուսակցության անդամներ, ով ինչ արեց, ուր գնաց, նյարդայնանում ենք, խոսում ենք, եւ նորից իրենց օրակարգն ենք փաստորեն մենք մեկնաբանում։ Չպիտի մենք մեկնաբանենք նրանց օրակարգը, չպիտի հաշվի առ։ Ինձ համար, օրինակ, 2018 թվականի ապրիլի 23-ից գոյություն չունի Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Հենց որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց, ես այլևս չեմ ենթարկվել այս երկրի ոչ մի կանոնի։ Եվ կարող եմ չենթարկվել, մինչև քանի իրենք կան։ Պիտի անտեսենք, երկիրը չունի ղեկավար։ Հիմա մենք պիտի նախ այս տգետների պատճառներից խոսենք, փորձենք պատճառը վերացնել, ինչից են սրանք եղել, որ ստեղծել են մի հատ իրանց նման, օրինակ Նիկոլը իրանց մարմնացումն է։ Այս ինչից են եղել, որ այսպիսի մարմնացում եղավ եւ իրենց նմանին բերեցին դրեցին։ Դրանց կրթական ցենզի վրա պետք է աշխատել։
մի քանի կետ այդպես ծրագրել եմ ոնց կարելի է աշխատել դրանց վրա, որ իրանք էլ այդպեսին չլինեն, անընդհատ արդյունքից խոսելով հիվանդությունը չենք բուժի, նաև պիտի պատճառը գտնենք այդ հիվանդության։ Կրթական թե բարոյական Մերիջան։ Նաև բարոյական։ Գիտեք, մանկապարտ ես ուսումնասիրել եմ, թուրքերեն եմ 2 տարի ուսումնասիրում արդեն թուրքերենի վրա, եվրոպական բոլոր լեզուներն եմ տիրապետում, իդեպ, իսպանագետ եմ, իսպաներեն լեզվի մասնագետ, անգլերենի, խոսում եմ իտալերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, ավելի վատ իհարկե, քան իտալերենը, եւ արդեն 2-րդ տարին է թուրքերեն։ Թուրքերեն, շնորհակալ եմ իմ թուրքերենի ուսուցչուհուն, թուրքերեն հեքիաթներ է տվել, ու այդ հեքիաթները Ադրբեջանում անցնում են մանկապարտեզներում, սովորում են հեքիաթներ։ Այդ հեքիաթները, երբ որ ես կարդացի, նախ պաուզա եղավ, սարսռացել եմ մի ամբողջ օր, հետո էմոցիաներ դրել եմ մի կողմ, այդ հեքիաթները թարգմանել եմ եւ պետք է ներկայացնեմ ես իմ տեսանյութերի մեջ, որ խաղաղության գնացող Ժողջանն իմանա ում հետ է խաղաղության գնում։ Այն ցեղախմբի, ովքեր մանկապարտեզներում այդ հեքիաթներն են ուսուցանում իրենց երեխաներին դեռ 3-4 տարեկանից նրանց ներարկելով, որ հայ մայրը ամենա սարսափազդու վհուկն է, 3 գլխանի դևը իրենց հեքիաթներում Սիրանուշ հայ մայրն է։ Ամենավատ ընկերը Վարդան անունով մի տղա է, որ այդ թուրք բարի ազնվական տղային, այսպես ասած, գցում է, փողերն է գողանում ու ինչ ածականներով են նկարագրված։ Ես հեքիաթներ միշտ սիրել եմ, կարդացել եմ աշխարհի գրեթե բոլոր հեքիաթները։ Ես այդ հեքիաթների մեջ ոչ մի ածական, ժլատ կամ չար ածականից այն կողմ ոչ մի ուրիշ ածական տեսած չկամ, բայց ադրբեջանական հեքիաթների մեջ ինչ նվաստագույն ածականներով են ներկայացնում հայ մարդիկ, այդ մայրը, այդ ընկերը, ում հետ խաղաղության կարելի է գնալ։ Ես կարծում եմ, որ ազգայնամոլություն չի լինի, եթե ասեմ, որ մենք նույնպես պիտի այդպես անենք, չնայած որ ես որ ծնվել եմ ու իմ գիտակից ամբողջ կյանքում ես միշտ իմացել եմ, որ թուրքն իմ թշնամին է, որ ես չպիտի սիրեմ, ներեմ, ասեմ իրանք լավն են, արդարացնեմ, բայց փաստորեն ես հիմա ուսանողներ ունեմ, ցավով եմ նշում, 22 տարեկան տղաներ հիմնականում։ Հա, բա մինչև երբ ենք թշնամի մնալու, աշխարհը քաղաքակիրթ է դառնում, մենք պետք է ընկերանանք իրանց հետ, ինչ եղել եղել է։ Մեջան, ես ոնց նայում եմ հասարակական դաշտում, են էլ բլոգերների դաշտում շատ քիչ կան դերասան կամ լեզվաբան, որոնք ազգային խնդիրներով են մտահոգված։ Ոնց որ թե այդ ասպարեզները պինցետով դրել են մի կողմի վրա, ասել են դու քաղաքականությունով չզբաղվես, չէ, ավելին ասեմ, դու քո ազգի խնդիրներով պետք չզբաղվես, ավելին ասեմ, դու ընդհանրապես ոչ իմանով պետք չզբաղվես, այդ արվեստ կոչվածն էլ ինչ որ մի հատ ֆիկցիա է, որ ոչ մեկին չի ծառայում, հա, ու այդ արվեստը հենց ինքը իր մասին է, դա ժողովրդի հետ կապ չունի, ժողովրդի օրվա ապրումների, մտահոգությունների ոչ մի կապ չունի։ Այն ինչ որ արվեստ է կոչվում, դա ուղիղ բեմի համար է, ու այդ տարածքից պիտի դուրս չգա։ Չգիտեմ ով է այդ ցանց ուղեղը մցրել, բայց ոնց որ թե կոմոդ մի քիչ այդպես չի, ինչի՞ց է։ Ախր տարժական մտածելակերպ ունեցող ես եթե արվեստագետ չլինեի, ես նորից պիտի ասենց անհանգստանայի, որովհետև ուրեմն, այսպես, եթե տիեզերքը ինձ ստեղծել է Աստված, որ ես այս հողում ծնվեմ, ուրեմն տարժական մտածելակերպ է, որ այս հողի համար ես պատասխանատվություն ունեմ, առաքելություն ունեմ իմ մասնագիտությունից զատ, այս հողի համար ինչ որ բան անելու, պաշտպանելու, եթե սա իմը մի բան ասեմ, ես հայրենասեր չեմ առաջին հերթին, ես ինքնասեր եմ։ Ես ինքս ինձ անինքնասեր պիտի լինես ախր, շատ անինքնասեր պիտի լինես, որ թույլ տաս
ինչ որ ոհմակ հայրենասիրությունից շատ հեռու, ես միշտ ասում եմ հայրենասերս թե նիկոլական, որը ոչ մի կապ չունի, Մելիք Շահնազարեն, Վասակեն, չգիտեմ, գան որոշեն իմ ճակատագիրը, ես էլ հլու հնազանդ հարմարվեմ, ասեմ քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ես էլի քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Բայց իմ արվեստով զբաղվելու համար ես պետք է ունենամ հայրենիք լիարժեք, Արցախով հանդերձ, որ Արցախ, որովհետև մենք թատրոնով գնում էինք Արցախ հյուրախաղերի, հիմա ի դեպ սրանց թեթև ձեռքով այդ թատրոնն էլ այլևս գոյություն չունի։ Նախքան այդ թատրոնը ընդունվել է, ես աշխատել եմ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում 2 տարի, հետո տեսա, որ սա շատ ավելի թարմ թատրոն է, խորեոգրաֆիայի պետական թատրոնը, մյուզիկլներ են, ավելի դրսևորումը շատ է, երգում ես, պարում ես, եւ եկա այս թատրոն։ Իշխանությունը փոխվեց, այնքան ապիկար են, նույնիսկ չեն կարողացել տնորենին փոխել։ Բերել էին իրենց տնորենին, նոր տնորեն, որը բալետի մասովկա պարող էր։ Դա ինչ որ բառ ունի, ես չեմ հիշում։ Հա, կարդաբալետի պարող էր, պարուհի, պիտի գար ղեկավարեր մեր թատրոնը, որ ոչ մի փորձ չուներ ղեկավար լինելու հետ։ Ուրեմն իրան ավելի շուտ են ընդունում աշխատանքի, քան հանում են մեր տնորենին, եւ մեր տնորենը այդ ամեն ինչը իմանալով իրենց դատի տվեց։ Հիմա այդ դատը արդեն 18 թվականից ինչքան է անցել, 7-8 տարի է դատը գնում է, մեր տնօրենը դիմել է արդեն եվրոպական դատարան, բայց թատրոնը այսպես կանգնած սառած մնացել է, մենք ոչ գնացել ենք, ոչ աշխատավարձ ենք ստացել, մի խոսքով մի լավ բան, լավ գործ որ անում էիր, դա էլ չկա։ Այսինքն ասեմ քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց թատրոնը ուր գնաց, ուր փակվեց, արժեքներ, այսինքն չկան, հա։ Ու շատ դատապարտում եմ այդ արվեստագետներին, ինչ մեծության ուզում են լինել։ Ընդհուպ մինչև Տիգրան Մանսուրյան։ Մոտիկից գիտեմ ինչ է ասել։ Թողեք ու բացահայտ հիմա կասեմ, իր տանն էի, որ այս ֆրազը ասեց, իդեպ թողեք ես ստեղծագործեմ գրեմ, մնացածը ինչ չի վերաբերում, իմ գործը չի։ Կամ երիտասարդ են երկիչների մեջ, չգիտեմ, 2018-ին այդպես բոլորը դիպլոմավորված քաղաքագետներ էին, որ դուրս եկան ու ծափահարեցին, ողջունեցին, դմդմ հուհու արեցին, հիմա ոչ մեկ չի զբաղվում քաղաքականությամբ։ Բայց դրանց կողքին նաև կան շատ լավերը մտահոգված մարդիկ, Տիգրան Ներսիսյանը Սունդուկյանի թատրոնի, որը Հ1-ում աշխատանքը կորցրեց, բացահայտ խոսելու համար, Դավիթ Մալյան ունենք, Արթուր Սահակյան ռեժիսոր, կան, լավ մարդիկ կան եւ ամեն ինչ դեռ կորած չի։ Հա, մի բան եմ ուզում ասել։ Որ փոխվի իշխանությունը եւ դա հաստատ լինելու է, այդ արվեստագետներին, դերասան երգիչներին, եթե տվեցին աշխատանք դեր կինոյում կամ թատրոնում, ուրեմն այս ամեն ինչն անիմաստ էր։ Նրանք պիտի չունենան աշխատանք ոչ մի տեղ, դրանց չպիտի թույլ տրվի համերգներ անել, այլապես ոչ մի բան իմաստ չունի։ Ես կարծում եմ դրանից առաջ եւ դրանից հետո այդ ամեն ինչի պատասխանատուն եւ վերահսկողը պետք է լինի ինքը ժողովուրդը, որպեսզի դա լինի հանրային պահանջի մակարդակի վրա, ոչ թե օրենքով մեկի մի բան թույլատրվի, մեկի մի բան արգելվի, որովհետև տեսեք, իշխանությունները գնում գալիս են եւ այդ իշխանությունները կարող են տարբեր ճաշակներ ունենալ։ Ամեն մի ստեղծագործող պետք է հասկանա, որ ինքը նախ եւ առաջ պատասխանատու է իր լսողի, իր հետևորդի առաջ եւ հասարակությունն է, որ գնահատականն է տալիս իր ով եւ ինչպեսին լինելուն, ոչ թե իշխանություններն են արգելում կամ թույլ տալիս։ Միջև հիմա Մերի ջան, ինձ տենց էլ եղել է, որովհետեւ նա եթե շատ հեռու չգնանք, Սերժ Սարգսյանի ժամանակ պետքա լինեիր հանրապետական, գովայիր հանրապետական կուսակցության գործունեությունը
միջոցառումների մասնակցելու համար, TV-ում լինելու համար եւ այլն եւ այլն։ Հիմա էլ պետքա գովաս թուրքերին, Փաշինյան Նիկոլին, որ նույն բանին արժանանա սա։ Մենք այս ընթացքը պետքա փոխենք մի պարզ ձևով, որ ոչ մեկ պիտի ստիպված չլինի ինչ-որ մի բանի գովալ աշխատանք ունենալու համար, այլ պետքա ամեն մեկը պատասխանատու լինի իր լսողի, իր ունկնդրողի, իր հետևողի առաջ, որ նա էլ հասկանա, ես շեղվեց, ես կերծեցի, ես կորցնում եմ իմ դիտողին։ Հիմա Մերի Հակոբյան Ֆուեգոն վստահ է, որ եթե մի օր ինքը իր տեսակին դավաճանի, իր հետևորդը, չգիտեմ քանի հազար հետևորդ ունեք, իրանք դադարելու են ձեզ հետևել։ Պարզը, այդպես չի, այտենց է, չէ՞։ Ես նույնը ինձ համար կարող եմ ասել, ես որ օրվանից դավաճանեմ ինքս ինձ, կարող է ավելի շատ մարդ գա հետևորդ, բայց դա իմ հետևորդները չեն լինելու, դա լինելու են դավաճանի հետևորդներ։ Այնպես որ կարծում եմ այսպես պետք է կարգավորվի դաշտը։ Իսկ այս ընթացքում դուք ճանաչում եք մարդիկ, որ ամեն դեպքում գոնե ասենք վերջի 3 տարվա մեջ վերանայել են իրենց տեսակետները դες միջավայրում։ Այո։ Կան։ Բարեբախտաբար ընկերների շրջանում բոլորն են մտածել ինձ նման, հենց 2018-ից բարեբախտաբար։ Մի քիչ հեռավոր ծանոթների շրջանակներում եղել են այդպիսի մարդիկ, դե 18-ին շատ ոգևորված էին, եւ ես արժանապատվորեն գլուխս բարձր ուզում եմ ասել, որ ես այն եզակիներից էի, որ չեմ ոգևորվել, չեմ գնացել, նույնիսկ այդ ժամանակ հենց օպերայի տարածքում էի ապրում ու քան տհաճ էր այդ ելույթները, նույնիսկ չէի ուզում լսել, պատուհաններն էի փակում, ասում էին ընկերուհիներ կային, տենց հայրենասեր աղջիկ ես, ամոթ, չի չես գալիս լսես, ասում եմ, բայց ում լսեմ, ինչա բամբասումը, ճղճղումը, ես կամա չեմ, գետինը կմտնեմ, որ գամ կանգնեմ ու դրա տեսքին նայեք, դրա ելույթը լսեմ, ես կգնամ գաղափարախոսության հետևից, տեսնում ինչ են խոսում, ինձ արժեքներ են ներկայացնում, ոչ թե բամբասում, ու առեսօր բամբասանք, հա, ինքը նույնիսկ 2026-ին ընտրություններ են լինելու, օրակարգ չունեն, օրակարգը միայն Ռոբերտ Քոչարյանն է։ Շնորհակալություն, իրանք ինձ թվում է ներքուս շատ սիրում են նախագահին, որովհետև թեմա ունեն անընդհատ Ժողջանին շեղելու։ Եվ այդ ասողները 2018-ին ինչ չես գալիս, վերջին Վերականգնես կապը։ Եվ վերջին 3 տարվա մեջ եւ Արցախի բռնագաղթումից հետո, պատերազմից հետո, բռնագաղթումից հետո, մեկ էլ ամենամեծ թափը, որ գահավիժեց իր վարկանիշը, դա թոշակներից հետոն էր, բայց թոշակառուներն, չգիտեմ, կբերեն այդ պահին, եթե էլի 5000 դրամ տվեցին, գնալու են ընտրեն։ Հուսադրող չի կանխատեսումը, բայց ընդունում ենք, որ դա ձեր տեսակետն է։ Եթե մի բառով փորձեիր հայ միջին մարդուն, այն չէ դու շփվում ես, տեսնում ես գյուղերում, նկարագրել, ինքը ինչ է ուզում, ընդհանրապես ինչ երազանքով է ապրում, ինչ է ուզում իր կյանքից, ինչ է ակնկալում ասենք ապագա իշխանություններից։ Գիտես դա մասին դու։ Կանգնել էր վիդեոն չեմ լսել, չլսվեց։ Ասում, քանի որ Ինչի դու մասին։ այս կապի խնդիր ունենք երևի։ Քանի որ դու գյուղերում մարդկանց հետ շատ ես շփվում, ինձ հետաքրքիր է, ըստ քո գնահատականների այդ միջին հայը վիճակագրական, ինչ է երազում, ինչ է ուզում, ինչ է ակնկալում պետությունից, իշխանություններից։ Ոչ թե պետությունից, այլ ընդհանրապես մարդիկ ուզում են առաջինը նույնիսկ խաղաղությունից առաջ եմ ասում դա, ստամոքսի հարցը լուծված լինի։ Այսինքն արտաքին շոուներ, արտաքինից այն ինչ առաջին հայացքից թվում է թե շատ լավ է դա,
պետական աջակցություն, ինչ որ ծրագրեր գումարային, երկրորդը որ սահմանները խաղաղ լինեն, բայց նրանց պետք է հասկացնել, որ այդ խաղաղությունը չի, սա այդ խաղաղությունը չի։ Սրանց թվում է, օրինակ լոռեցուն թվում է, որ ասում էր այդ Ղարաբաղը տանկ բրցնենք դրանցից է, հիմի հենց գիտեն բրծել են։ Այսինքն խաղաղություն հավատում են, որ կլինի, քանի որ այն Ղարաբաղը էլ չկա, այդ կոնֆլիկտը էլ չկա։ Սյունիքն էլ եթե չլինի, Իրանից հեռու է, ինչ դե։ Այդ երկու բանը։ Կրթական համակարգը չի հետաքրքրում, մշակույթը չի հետաքրքրում, նորմալ կինո չի հետաքրքրում, կնստեն, ռաբիզը կլսեն, կպարեն, ուրախանան, մի 4 հատ էլ գարյաչի իրար վրա կուտեն, այդ լինի հերիքա։ Լավ, առանձնապես ոգևորող չի իրավիճակը։ Ես եթե փորձեմ հասկանամ դրա պատճառները, կարող ենք փաստել ուղղակի սրա վրա, եթե սա ընդունենք իրականություն, որ անցած 30 տարիներին կրթական եւ մշակութային քաղաքականությունը եղել է ոչ թե ոչ օգտակար, այլ եղել է հակահայ իրականում, որի արդյունքում էլ ունենք այն ինչ որ ունենք։ Այդքան էլ չհամաձայնեմ, եթե հակահայ լիներ, ես չէ որ այդ սերունդն եմ, ուրեմն ես ու ինձ նման մարդիկ էլ պիտի այդպես չմտածեին։ Իմ հորեղբայրը 90-ականների ֆիդայի է եղել, գլխից վիրավորվել է, եւ ես 10 տարեկան էի, բայց այդ բողով անցել եմ, այդ ոգին իմ մեջ մտցրել է, Արցախի քարտեզը լոռեցի դեպ Ալավերդիում, թե այդ ինչ հայրենասիրություն էր մտել իր մեջ, որտեղից ես դա չգիտեմ, բայց գիտեմ, որ 28 տարեկան էր, 28 տարեկան ջահել տղա էր ու անդադ գնում գալիս էր, ինձ չէր մտածում, որ երեխա է չի հասկանա։ Սովորացնում էր Արցախ, էսա հադրութն է, հադրութը վերցրեցինք, մտանք Գետաշեն, ամեն անգամ մի շաբաթը մեկ գնում գալիս էին, գալի հանգստանում, էլի գնում էին։ Այդ ընթացքում ինքը հասցնում էր ինձ ագիտացիաներ լավ առումով։ Անդրանիկի ու Չավուշի գրքերն էին մոտը ու ոնց որ դա ներարկվեց այդ Արցախի հանդեպ սերը, որ ես հետո դարձա 21 տարեկան ու գնացի Արցախը ուսումնասիրելու արդեն ու դրանից հետո արդեն անընդհատ գնացի։ Եթե այդպես է ինձ մոտ որտեղից այդ ճաշակը, չեմ ասում, չգիտեմ, չնայած հայրս նկարիչ է եղել, ճաշակ եւ արվեստ ինքը մինչեւ 10 տարեկան եմ տեսել իհարկե, բայց այդ ամեն ինչը ինձ վրա շատ մեծ ազդեցություն թողել է, երբ որ Beatles-ից էր խոսում կամ Paganini-ից էր խոսում, ես ուշադիր լսում էի։ Իրենց մեջ ոնց է մեզ փոխանցվել, չգիտեմ։ Շատ լավ դասատուներ եմ ունեցել խոսում։ Տեսեք, դուք եք պատմում, այդ ամեն ինչը դուք անձնական օրինակների վրա եք տեսել, որը կրթական համակարգի հետ ոչ մի կապ չի ունեցել։ Ես խոսում վերջի 30 տարիներին իրականացված կրթական եւ մշակութային քաղաքականության հետևանքները։ Երբ որ մենք խոսում ենք մշակութային քաղաքականության հետևանքները, մենք կարող ենք խոսել այս ձեր ասածից, ձեր բերած օրինակների վրա ժողովրդի մասով, բայց ձեր ինչ որ դուք բերեցիք ձեր մասով, դա անձնական է, դուք ունեցել եք ընտանիքում, դա ձեր Բայց փոխանցվել է։ հետո ես դպրոց եմ գնացել։ Դա ընդհանրապես մինչև 10 տարեկան է եղել է։ Հետո դպրոց եմ գնացել եւ շատ պիտի շնորհակալ լինեմ մեր շրջանի դպրոցների ուսուցիչներն ավելի անշահախնդիր էին, լավն էին, քան օրինակ Երևանին։ Դա է իներցիոն սովետական սերունդն էր, որ դեռ դպրոցներում էր, դեռ կրթում էին։ Բայց այսպեսի մի բան էլ կա։ Կանգնեց էլի։ Մենք միացել ենք։ Այսպեսի մի բան էլ կա։ Ամեն մարդ պիտի սկսի իր պատասխանատվության կետից մեղադրել դպրոցին, կրթական համակարգին, ծնողին, դասախոսին, կարելի է ինքնազարգանալ, ինքնուրույն, կարդալ, հետաքրքրվել,
ու չմեղադրել ոչ ոքի, բայց իհարկե մասշտաբային է, օրինակ ես որ մշակույթի նախարար դառնամ, ես միշտ այդպես եմ ասում, որովհետև այնքան կուզեի արգելել որոշ բաներ, որ միշտ ասում եմ, որ մշակույթի նախարար դառնամ, իսկ ամենակ հնարավորը է դա դառնալով կարգել եմ ռաբիզ երաժշտությունը կամ այն նոտաներ չունեցող ինչ որ կլկլում են, մուղամներ են կլկլում, դա կրթական համակարգը կարելի է փոխել ընդհանրապես վերջին մի քանի տարվա մեջ շատ ավելի վատացել է։ Երրորդ-չորրորդ դասարանում ոչ Թումանյան են անցնում, ոչ Համոսահյան, ոչ մի բան, ինչ որ տարրական ոնց որ ես էլ չէ, մի ինչ որ գյուղացի կամ անգրագետ մեկը նստի սենց մի քանի տող գրի, դնի այդ դասագրքի մեջ ու երեխեքին դա սովորացնեն։ Սարսափելի է, սարսափելի։ Կամ հայոց պատմության տողերը փոխեցին, չէ՞, այս վերջերս Ես հենց դա եմ ասում եմ։ դասագրքերի մեջ։ Այդ ամեն ինչի վրա աշխատել է պետք։ Ես որ ասում մշակութային Իմ ժամանակվա դասագրքերը լավն էին, բայց դա սովետական սերունդն է, դա սովետական ժառանգությունն է, Մերի ջան, ես որ ասում կրթական քաղաքականություն, մշակութային քաղաքականություն, հենց այնա ինչ որ գրքերը առաջանում սովետական չէին, Վարդան ջան։ լավ, լավ, Հա, լավ։ բայց իմ գրքերը սովետական չէին։ Ինչ որ դե դրա համար էի ասում, ոչ միայն այս վերջին 30 տարիներ, այլ նաև սկսած խորենացուց, դե հայ այդ ԴՆԹ-ի մեջ կա երևի այդ շատ տգետ լինելը ու միշտ անհատներն են, չէ՞ եկել, ասենց են ասում, անհատներն են փրկում, իսկ մնացածը եղել են այն ինչ որ կան, այդ զավեշտալի խառնամբոխը միշտ եղել է ու մինչև հիմա էլ կա, որ նկարագրում են Ռաֆին նկարագրումը ոնց որ հիմա նկարագրի։ Իդեպ հիմա կարդում եմ Խամսայի մելիքությունները ու Ռաֆիի հայոց պատմությունը։ Նաև տեսանյութերի մեջ եմ կարդալու, որ ով չի սիրում կարդալ, ինքը լսի գոնե տեսանյութով։ Շատ բան է ասում, օրինակ, Ռաֆին ներկա իրավիճակի մասին։ Այո, ոչ միայն Ռաֆին, Հետո պիտի դա դպրոցից լինի։ Օրինակ ես կփոխեի դպրոցում էթիկայի տարրական կանոններից, որ սովորեն, որովհետև մենք չգիտենք խանութներում հերթ կանգնել, դիստանցիա պահել, մետրո մտնել, դուրս գալ, խանութում վաճառողը չունի այդ հարգանքը եւ հաճախորդը վաճառողի հետ, այդտեղից է սկսվում թուղթը գցել փողոցում, այդտեղից պիտի սկսել։ Ես 30-ից ավել ազգերի հետ եմ շփվել եւ այդ շնորհակալություն, ներողություն բառերը ժպիտով մեզ շատ պակասում է։ Դա պետքա ներբեռնել մարդկանց ուղեղների մեջ սկզբից։ հասկանալի է։ Լավ, ամփոփելու համար ես կուզենայի դուք ներկայացնեք ձեր պատկերացած երազած Հայաստանը, որին ձգտում եք հասնել ձեր տեսանյութները տարածելով, չէ՞ որ դրանք ինչ-որ մի բանին են ուղղված, հա, դա ինչ որ մի նպատակ են հետապնդում։ Ո՞նց եք պատկերացնում, դուք ինչի պիտի հասնեք ձեր տեսանյութերով եւ ինչի եք անում դա։ Ռոմանտիկ պատասխան եք ակնկալում, թե ռեալ։ Ռեալ։ Քիչ թե շատ ճաշակ թելադրել չասեմ, Մատուցել։ ճաշակ տարած գիտելիք, քանի որ տեսանյութերի մեջ արդեն որոշել եմ, որ գրքեր էլ պիտի ընթերցեմ եւ այդ հեքիաթներն էլ ընթերցեմ, չէ որ այս օրին ենք հասել չիմացությունից, տգիտությունից, գոնե մի քիչ, ինչքան հնարավոր, մի տոկոս, թեկուզ 1% մարդիկ մի փոքր գիտելիք ստանան։ Հետո կխոսեմ այն ինչի մասին, որ հիմա ասացի, էթիկայի տարրական կանոններից, տակտից, ապրումակցումից, հետո անեծքներն ու այդ չարությունը այնքան է լցվել, բայց դա խոսքով հանել չի լինի։ Դա ապրելակերպից է գալիս եւ
դնթեից հիմա քպականներն եկեք խնդրենք շատ բարի լինեն, չեն կարող, որովհետև տրավմատիկ մանկություն են ունեցել, ինչքան ուզում ես տուր, մեկա չեն գոհանալու։ Ճաշակ էլի կպատասխանեմ իմ տեսանյութերի իմաստը փոքրինչ ճաշակ տարածելն է։ Իսկ Լավ, ճաշակը դա նորից եմ կրկնում, հագուստը չի, տեսքը չի, պարզ է։ այ որ Ավելի ճաշակները փոխվի, Նիկոլից բարձրանան, ավելի լավ կլինի։ Բայց ես անուղղելի լավատես եմ եւ թեկուզ եթե չնայած համարյա վստահ եմ, որ չի ընտրվի, բայց եթե թեկուզ եթե ընտրվի էլ, ընտրությունը դա դեռ վերջը չի ու հնարավոր է նաև սկիզբն է, որ եւ կյանքը համել պալասաներով է, չէ, գնում սև սպիտակ ու այս ամեն վատից հետո հաստատ լավն է գալու։ Ես վստահ եմ դրանում։ Ու ես Արցախ էլի եմ գնալու։ Ու սա էլի ռոմանտիկայի ժանրից չի, մի քիչ էլ այս մեջտեղից աչքը բաց է եւ ես դա տեսնում եմ հստակ։ ես ուրախ եմ, ես Եվ լավատեսության ինչպես Մելիք Շահնազարը այն մյուսը ով էր։ Ֆրանկյուլ։ Մելիք Ֆրանգյուլը Սմբատ Բագրատունին ոնց պատժեց Շահնազարին, ասես դու էլի կթագադրվես, ուզում էիր թագը ստանալ դավաճանեցիր, էլի կթագադրվես եւ եռացրած երկաթը դնում է նրա գլխին թագադրելով։ Եվ ինչպես պատմությունն է մեզ ցույց տալիս, ոչ մի տիեզերական մասշտաբի դավաճան իր մահով չի մահացել եւ երկար չի ապրել։ Նույնը սպասվում է նաեւ ներկա իշխանությունը զավթած կուսակցությանը։ Վստահ եմ, բայց իրենք են անմիտ։ Իրենք այնքան անմիտ են, որ նույնիսկ դա չեն հասկանում։ Մեր ժողովրդական են ասացվածքն էլ չեն դասել երևի, ինչ ցանում ես, այն էլ հնձում ես։ Ցանել ես ատելություն, գեներացրել ես ատելություն, ագրեսիա, անեծք, դու ստանալու ես այդքանը հետ։ Անմիտներ են ուղակի, բայց մենք կսպասենք եւ կտեսնենք այդ օրը։ Քամի ցանողը փոթորիկ պիտի հնձի, չէ՞, ի վերջո Կանգնեց էլի։ կանգնեց էլի։ Ասում քամի ցանողը ի վերջո փոթորիկ հնձելու վաղ թե ուշ։ Տասնապատիկ։ Դա Շնորհակալություն։ տիեզերքի օրենք է։ Այո, Տիեզերքի օրենքները շատ արդար են։ այո, ես էլ եմ դրա մասին այդ կարծիքին։ Ես ձեզ շնորհակալություն Լսեց, չգիտեմ, ասում էի, որ տիեզերքի օրենքներն արդար են։ Ես լսեցի, հույսով եմ մեծ դիտողներն էլ լսեցին, ես բոլորից ներողություն եմ խնդրում այսօրվա վատ կապի համար, դե մենք միացել ենք այժմ գյուրից, մեր ասպարում իր գյուրում է գտնվում, մեր զրույցի Չէ, բայց խոսննդոտները, իմ ինտերնետը պիտի չգիտեմ, ուրեմն կապի վրա էլ են սրանք հասցրել բացասական ազդել։ Չէ, կապը Երևանից եմ հետս տարել։ Լավ։ Ուրեմն ինձանից է, տեղից հանգամից փագենք տեղը։ Շնորհակալություն Մերի ջան։ Կապ չունի ինչևէ։ Շնորհակալություն, լավ մնացեք։ Ես եմ շնորհակալ։ Հաջողություն։ Ես եմ շնորհակալ։ Բոլորիս Հաջողություն։ արժանապատիվ խաղաղություն։ Հաջողություն։